10 դարերի գաղտնիքը բացահայտվեց։ Սանահինի վերջին քարտուղարի քրոնիկան գտնվեց Լորիի կիլիմներում։ Բարև ձեզ, իմ սիրելիներ, ես Անուշ եմ, 85 տարեկան կին, որը ապրել է երկար կյանք, տեսել է շատ բաներ, բայց ոչինչ չի համեմատվում այն հայտնագործության հետ, որը կատարվեց մեր տանը 3 տարի առաջ։ Գալիս եք ներս։ Նստեք, թող ձեզ թեյ պատրաստեմ, եւ ես ձեզ կպատմեմ պատմություն, որը կփոխի ձեր ամբողջ պատկերացումը մեր նախնիների մասին։ Տեսնում եք այդ կիլիմը, որը տարածված է հյուրասենյակի հատակին։ Մարդիկ մտնում են այս տուն եւ ոտքով կոխում են այն, առանց գիտակցելու, թե որքան արժեքավոր է այն, ինչի վրա քայլում են։ Այս կիլիմը գալիս է Լորիից, իմ պապիկի ժամանակներից։ 300 տարի մեր ընտանիքը պահել է այն առանց իմանալու իր իսկական նշանակությունը։ Ես մեծացել եմ այս կիլիմի վրա խաղալով, իմ երեխաները մեծացել են այստեղ, իմ թոռները սովորել են քայլել այս կիլիմի վրա։ Մենք կարծում էինք, որ դա պարզապես գեղեցիկ գործվածք է, որը տաքացնում է մեր հատակը ձմռանը, բայց մենք սխալվում էինք։ Պատմությունը սկսվեց անսպասելի կերպով։ Իմ թոռնուհին Լուսինեն, ով աշխատում է Երևանի Մատենադարանում, մասնակցում էր մի միջազգային կոնֆերանսի, որտեղ խոսում էին միջնադարյան հայկական տեքստերի պահպանման մասին։ Այնտեղ նա հանդիպեց մի իտալացի պրոֆեսորի Ջովանի Ռոսիին, ով 10 տարի ուսումնասիրել էր Սանահինի վանքի պատմությունը։ Ջովաննին պատմեց Լուսինեին, որ նա փնտրում է կորած քրոնիկա, որը գրվել էր 10-րդ դարում Սանահինի վերջին քարտուղարի Հովհաննես Իմաստասերի կողմից։ Այդ քրոնիկան նկարագրում էր Քյուրիկյան թագավորության վերջին օրերը, եւ պատմաբանները 100-ամյակներ փնտրել էին այն։ Լուսինեն հարցրեց, թե ինչու այդ քրոնիկան այդքան կարևոր է։ Ջովանին բացատրեց, որ Հովհաննես Իմաստասերը ոչ միայն քարտուղար էր։ Նա եղել է մաթեմատիկոս, աստղագետ, բժիշկ եւ ամենակարևորը, նա եղել է վկան այն ամենի, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 10-րդ դարում։ Նրա քրոնիկան պարունակում էր անգնահատելի տեղեկություններ այդ ժամանակաշրջանի մասին, բայց ավելի հետաքրքիրն այն էր, որ Ջովանին գտել էր հին նամակներ, որոնք ուղարկվել էին Սանահինից Վենետիկ։ Այդ նամակներից մեկում հիշատակվում էր, որ Հովհաննես Իմաստասերը, երբ տեսավ, որ սելջուկները գալիս են, թաքցրեց իր գիտելիքները թելերի լեզվով, որպեսզի քայլ քչայրի այնինչ գրիչը գրել է։ Տարիներ Ջովանին չէր կարողացել հասկանալ, թե ինչ նշանակում է թելերի լեզուն, բայց հետո նա սովորեց Ղարաբաղի եւ Շիրակի հայտնագործությունների մասին, որտեղ գտնվել էին գորգեր եւ կիլիմներ, պարունակելով թաքնված տեքստեր։ Նա հասկացավ, որ Հովհաննեսը նույնպես օգտագործել է այս մեթոդը։ Երբ Լուսինեն պատմեց ինձ այս ամենը, ես անմիջապես մտածեցի մեր կիլիմի մասին։ Այն եկել էր Լորիից, Սանահինի շրջանից, եւ այն շատ հին էր, բայց արդյոք դա կարող էր լինել այն, ինչ Ջովանին փնտրում էր։ Լուսինեն բերեց Ջովանին մեր տուն։ Երբ այդ իտալացի մարդը տեսավ մեր կիլիմը, նա ծնրադրեց եւ սկսեց աղոթել իտալերենով։ Հետո նա նայեց ինձ, իր աչքերը լի արցունքներով, եւ ասաց վատ հայերենով. «Տատիկ, դա է։ Սա է Հովհաննես Իմաստասերի քրոնիկան»։ Ես չէի հավատում, ինչպես կարող էր մի պարզ կիլիմ պարունակել այդքան կարևոր բան, բայց Ջովանին սկսեց բացատրել։ Նա ցույց տվեց ինձ նախշերը, գույները, գծերը։ Նա ցույց տվեց, թե ինչպես յուրաքանչյուր տար ուներ իր իմաստը։ Ջովանին բերեց իր ամբողջ թիմը Իտալիայից, նրանք բերեցին սարքավորումներ, գրքեր, համակարգիչներ։ Իմ փոքրիկ տունը վերածվեց գիտական լաբորատորիայի։ Հարևանները մտածում էին, թե ինչ է կատարվում այստեղ։ Թիմը աշխատեց 6 ամիս։ Նրանք ուշադիր ուսումնասիրեցին կիլիմի յուրաքանչյուր սանտիմետր, օգտագործեցին տարբեր լույսեր, վերլուծեցին թելերի կազմը, համեմատեցին նախշերը հին ձեռագրերի հետ, եւ կամաց նրանք սկսեցին կարդալ Հովհաննես Իմաստասերի խոսքերը։ Առաջին բանը, որ նրանք թարգմանեցին, Հովհաննեսի ներածությունն էր։ Ջովանին կարդաց այն ինձ համար։ Ես Հովհաննես, անարժան ծառա է Սանահինի Սուրբ Վանքի, գրում եմ այս բառերը վախի եւ հույսի մեջ։ Վախ, որովհետեւ տեսնում եմ մեր աշխարհի վերջը։ Հույս, որովհետեւ հավատում եմ, որ մի օր ինչ որ մեկը կկարդա այս տողերը եւ կիմանա, թե ինչ մենք եղել ենք։ Նա շարունակեց. Ես տեսա, թե ինչպես են այրվում մեր գրքերը, տեսա, թե ինչպես են սպանվում մեր եղբայրները, տեսա, թե ինչպես են քանդվում մեր եկեղեցիները։ Եվ որոշեցի, որ եթե մեր վանքերը կարող են ավերվել, ապա մեր խոսքերը պետք է գտնեն այլ տուն։ Այդ պատճառով ես ստեղծեցի այս կիլիմները, որովհետև կիլիմները գնում են տներ, ապրում են մարդկանց հետ եւ ապրում են նույնիսկ երբ քարերը փլուզվում են։ Ջովաննիի թիմը շարունակեց թարգմանել, եւ ամեն օր նրանք բացահայտում էին ավելի ու ավելի շատ բան։ Հովհաննեսի քրոնիկան բաժանված էր 8 մասի, եւ իմ կիլիմը պարունակում էր դրանցից 5-ը։ Առաջին մասը պատմում էր Սանահինի վանքի հիմնադրման մասին։ Հովհաննեսը նկարագրել էր, թե ինչպես Քյուրիկե թագուհին կառուցել է վանքը, թե ինչպես են եկել առաջին վարդապետները, թե ինչպես է վանքը դարձել ուսման կենտրոն։ Նա գրել էր մանրամասր նկարագրություններ շենքերի, եկեղեցիների, գրադարանի մասին։ Երկրորդ մասը պարունակում էր կենսագրություններ,
Հովանեսը գրել էր Սանահինում ապրած հայտնի վարդապետների, գիտնականների, արվեստագետների մասին։ Նա պատմել էր իրենց աշխատանքների, իրենց հայտնագործությունների, իրենց ուսմունքների մասին։ Սրանք էին մարդիկ, որոնց անունները գրեթե կորել էին պատմության մեջ, բայց Հովանեսը վերականգնեց նրանց հիշատակը։ Երրորդ մասը եղել է գիտական։ Հովանեսը ինքը եղել է մաթեմատիկոս, եւ նա գրել էր իր հաշվարկների մասին։ Նա նկարագրել էր, թե ինչպես հաշվարկել շենքի բարձրությունը, թե ինչպես չափել հեռավորությունները, թե ինչպես հասկանալ երկրաչափությունը։ Նրա բանաձևերը դեռ ճիշտ են։ Չորրորդ մասը պարունակում էր բժշկական գիտելիքներ։ Հովանեսը գրել էր, թե ինչպես են վարդապետները բուժել հիվանդներին։ Նա նկարագրել էր տարբեր հիվանդություններ եւ նրանց բուժումը։ Կային բաղադրատոմսեր դեղամիջոցների, խորհուրդներ սննդակարգի, նկարագրություններ վիրահատական ընթացակարգերի մասին։ 5-րդ մասը, ամենաարժեքավորը, պարունակում էր աստղագիտական դիտարկումներ։ Հովանեսը գրել էր, թե ինչպես նա եւ այլ վարդապետներ դիտել էին երկինքը Սանահինից։ Նա գրառել էր աստղերի դիրքերը, գրեհերի շարժումները, խավարումները։ Նա նույնիսկ կատարել էր հաշվարկներ, որոնք ցույց էին տալիս, որ նա հասկանում էր, թե որքան մեծ է դիեզերքը։ Բայց ամենահուզիչ մասը եղավ, երբ Ջովաննին սկսեց կարդալ Հովանեսի անձնական մտորումները։ Սրանք չէին չոր պատմական գրառումներ, սրանք էին մի մարդու խոսքերը, ով գիտեր, որ իր աշխարհը վերջանում է։ Հովանեսը գրել էր. «Ես շատ ցավում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչ ենք մենք կորցնում։ Ոչ միայն շենքերը, ոչ միայն գրքերը։ Մենք կորցնում ենք մեր ապրելակերպը, մեր մտածելակերպը, մեր լինելակերպը։ Սելջուկները գալիս են եւ նրանք չեն հասկանում, թե ինչ են ոչնչացնում»։ Նա շարունակել էր. «Բայց ես չեմ թողնի, որ ամեն ինչ կորչի։ Ես գրում եմ այս բառերը այս գիլիմում եւ հուսով եմ, որ նա կապրի։ Գիլիմները չեն թանկարժեք նվերներ, որոնք թագավորները կպահեն իրենց գանձարաններում։ Գիլիմները օգտագործվում են հասարակ մարդկանց տներում։ Դրանք տարածվում են հատակին, նստում են դրանց վրա, քնում են դրանց վրա։ Եվ հենց այդ պատճառով դրանք կապրեն, որովհետև դրանք մաս են կյանքից»։ Ջովաննին կարդում էր եւ ես լացում էի։ Հասկացա, որ Հովանեսը ճիշտ էր։ Իր գիլիմը ապրել է 10 դար, որովհետև այն եղել է մաս մեր ընտանիքի կյանքի։ Մեր երեխաները խաղացել են դրա վրա։ Մեր հյուրերը նստել են դրա վրա։ Մենք պահպանել ենք այն, որովհետև այն եղել է մաս մեզ։ Հովանեսը նաև գրել էր ապագայի մասին։ Նա ասել էր. «Ես փորձում եմ պատկերացնել, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ ինչ-որ մեկը կկարդա այս բառերը։ Արդյոք կլինեն դեռ պատերազմներ։ Արդյոք կլինեն դեռ մարդիկ, ովքեր սպանում են հավատքի անունով։ Արդյոք կլինեն դեռ մարդիկ, ովքեր այրում են գրքերը եւ ոչնչացնում են գիտելիքները»։ Նա շարունակել էր. «Ես հույս ունեմ, որ ոչ։ Ես հույս ունեմ, որ ապագա աշխարհը կլինի ավելի իմաստուն, ավելի բարի, ավելի խաղաղ։ Բայց եթե այդպես չէ, եթե դուք դեռ ապրում եք խավարության մեջ, ապա թող այս բառերը լինեն լույս ձեզ համար։ Թող դրանք հիշեցնեն ձեզ, որ մարդկությունը ունի կարողություն ստեղծել գեղեցիկ բաներ, սովորել խորը ճշմարտություններ եւ սիրել խորապես»։ Ջովաննիի թիմը աշխատեց ամբողջ 6 ամիսը, եւ վերջում նրանք ունեցան 5 ամբողջական բաժիններ Հովանես իմաստասերի քրոնիկայից։ Բայց Ջովաննին ասաց, որ պակասում են դեռ 3 բաժին։ Դրանք հավանաբար գտնվում էին այլ գիլիմներում, ուրիշ տեղերում։ Նրանք սկսեցին մեծ որոնում։ Հրապարակեցին հոդվածներ, հայտարարություններ, դիմեցին թանգարաններին եւ մասնավոր հավաքատերերին։ Եվ կամաց-կամաց նրանք սկսեցին գտնել մյուս գիլիմները։ Մեկը գտնվեց Թբիլիսիում, մի ծերունու տանը, ով նույնպես չգիտեր նրա արժեքը։ Մեկը գտնվեց Մոսկվայի թանգարանում, որտեղ այն պահվում էր որպես պարզապես զարդարանք։ Եվ երրորդը գտնվեց ամենից անսպասելի տեղում, մի փոքրիկ եկեղեցում, Լորու մի անմատչելի գյուղում, որտեղ այն օգտագործվում էր որպես զանգված։ Երբ Ջովաննին վերականգնեց ամբողջական տեքստը, այն էր ավելի քան 400 էջ։ Այն ամենալրիվ աղբյուրն էր 10-րդ դարի Հայաստանի մասին, որ երբևէ գտնվել է։ Իմ գիլիմը հիմա համարվում է ազգային գանձ։ Կառավարությունը հայտարարեց այն պաշտպանվող մշակութային ժառանգություն։ Բայց նրանք թույլ տվեցին, որ այն մնա իմ տանը, որպես պատվություն մեր ընտանիքին, որը պահպանել է այն 10 դար։ Ջովաննին գրեց գիրք Հովանես իմաստասերի մասին։ Այն թարգմանվեց 10 լեզուների եւ դարձավ միջազգային բեսթսելեր։ Մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են Լորի, որպեսզի տեսնեն վայրերը, որոնք Հովանեսը նկարագրել է։ Բայց ինձ համար ամենակարևոր պահը եղավ, երբ Ջովաննին կարդաց Հովանեսի վերջին խոսքերը։ Նա գրել էր. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է իմ հույսը չմեռավ։ Դուք գտաք իմ խոսքերը, եւ այդ նշանակում է, որ ես դեռ ապրում եք ձեր միջոցով։ Մի մոռացեք ինձ, մի մոռացեք Սանահինը, մի մոռացեք, որ 10 դար առաջ մենք նույնպես ապրում էինք, սիրում էինք, երազում էինք,
եւ մեր երազները նույնն էին ձերի պես՝ խաղաղություն, իմաստություն, սեր։ Երբ Ջովանին ավարտեց, ամբողջ սենյակը լռում էր։ Հետո իմ թորնուհի Լուսինեն ասաց. «Տատիկ, մենք գտանք նրան»։ 10 դար հետո մենք գտանք Հովհաննես իմաստասերին, եւ նա դեռ խոսում է մեզ հետ։ Այո, երեխաներ, նա դեռ խոսում է։ Ամեն օր, երբ ես քայլում եմ այս կիլիմի վրա, ես գիտեմ, որ քայլում եմ Հովհաննեսի խոսքերի վրա, եւ դա ինձ հուզում է, բայց նա ուզում էր, որ դրանք օգտագործվեն, ապրեն, լինեն մաս մեր կյանքի։ Այդ պատճառով ես չեմ պահպանում այս կիլիմը թանգարանում, այն մնում է այստեղ, իմ տանը, որտեղ երեխաները դեռ խաղում են, որտեղ ընտանիքները դեռ հավաքվում են, որտեղ կյանքը շարունակվում է։ Երբ ես կկատարեմ, այս կիլիմը կմնա ձեզ։ Պահպանեք այն, ոչ թե որպես թանգարանային էքսպոնատ, այլ որպես կենդանի բան։ Թող ձեր երեխաները խաղան դրա վրա, թող ձեր հյուրերը նստեն դրա վրա, թող այն լինի մաս ձեր կյանքի, ինչպես եղել է մաս մեր կյանքի 10 դար, որովհետև դա է այն, ինչ Հովհաննես իմաստասերը ուզում էր։ Նա ուզում էր, որ իր խոսքերը ապրեն ոչ թե մեռած թղթի վրա, այլ կենդանի կյանքի մեջ։ Շնորհակալություն, որ լսեցիք իմ պատմությունը։ Հիշեք Հովհաննես իմաստասերին եւ նրա ուղերձը մեզ։